Այս մասով ես ուզում եմ մի անդրադարձ անեմ նաև նախկին հոգևորական Արման Սարոյանին, որը վերջի շրջանում կարծես կամ վերջի չենց ամենասկզբից, կարծես թե այսպես շահագրգիռ անձն է, քննչական կոմիտեից հետո երևի ամենաշահագրգիռ անձը ինքն էր։ Առաջին հերթին ինձ համար նախ քննչական կոմիտեի մասով անհասկանալի թե կամ գուցե հասկանալի է, ինչի են շահագրգռված իրենք մի ուղղությամբ այդ վարույթը իրականացնելու, հա։ Մենք ասում ենք, բերում ենք տվյալներ փորձաքննության եզրակացություն, որ այսպիսին է տեսագրությունը, կեղծված է տեսագրությունը, փոխարեն այդ ուղղությամբ իրականացնեն քննություն, պարզեն թե ով է իրականացրել այդ կեղծիքը, իրանք կարծես անձնական շահագրգռվածություն ունենալով ամեն անգամ առիթն օգտագործում են այն կեղծ թեզը պնդելու, թե դա արդեն հաստատված է, որ դա արդեն սրբազան է։ Հենց այս պահից հաստատվեց, որ տեսագրությունները գոյություն չունեն, հետևաբար տեսագրություններում պատկերված անձը նախ ինքը գոյություն չունի իրականության մեջ, եւ այդ անձն էլ բնականաբար որևէ առնչություն չունի Արշակ Սրբազանի հետ։ Նախին Գևորգ Սրբազանի մասով։ Կարծես թե ամենաշահագրգիռ անձանցից մեկը ինքը լինի, որ առիթը բաց չի թողնում ամենատարբեր հարցազրույցներում անդադար պնդումներ անելու, թե դա հաստատված փաստ է, թե դա եղած փաստ է, կարծես չգիտեմ, կամ նկարանում նա ինքը իրականացրել, կամ դրա մոնտաժը։ Երկուսից մեկը գոնե պիտի իրականացրած լիներ, որ նման պնդում աներ։ Ակնհայտ է, որ ունի որոշակի շահագրգռվածություն, բայց ես իրեն մի այսպիսի, քանի որ ինքը վերջերս մի հարցազրույցում ինձ էր նաև անդրադարձել, մի այսպիսի հղում ունեմ կամ կոչ ունեմ իրեն։ Բոլորդ գիտեք, իր հետ կապված մի ձայնագրություն կար, հեռախոսային խոսակցություն։ Այս հորդորում եմ իրեն, քանի որ ինքը պնդում է, թե այդ ձայնագրությունը հեռախոսային կեղծ է, ես հորդորում եմ իրեն ինքն էլ միջազգային փորձաքննություն նշանակի եւ այդ միջազգային փորձաքննությունով իր ասածը փորձի հաստատել։ Տեսնենք, ընդ որում պարտադիր չի միջազգային փորձաքննություն, այդ փորձաքննությունը նաեւ Հայաստանի Հանրապետությունում էլ կարող է իրականացնել եւ ես վստահեցնում եմ որպես փաստաբան, որ ամենատարբեր գործերով նման փորձաքննությունների մասնակից եմ եղել, բավարար են տվյալները, որպեսզի փորձագետը հաստատի կամ հերքի այդ ձայնը, որ հնչում է իրեն իր ձայնն է թե ոչ։ Հետևաբար կալանքում գտնվող անձի հետևից բամբասելու փոխարեն եւ այդ առիթը օգտագործելով, որ անձը գտնվում է կալանքում, ճիշտ կլինի ինքն էլ մի ուժ գտնի իր մեջ եւ իր կողմից այդ ձայնագրությունը ուղարկի փորձաքննության, որպեսզի տեսնենք այդ ձայնագրության հետ ինքը առնչություն ունի թե չունի։ Ես ուզում եմ կարճ նաև անդրադառնամ հայտնի այդ բարենորոգման, թե բարեկարգման հանձնաժողովին։ Ինչպես հիշում եք, որի անդամ է նաև նախկին հոգևորական Արմանը Սարոյան։ Ինչպես հիշում եք, այդ հանձնաժողովի ստեղծման հիմքերից մեկը այն էր, որ եկեղեցում մասնավորապես Արշակ Սրբազանի շուրջ տեղի է ունեցել մի բարոյականության հետ առնչություն չունեցող իրադարձություն, որի վերաբերյալ վեհափառը համապատասխան արձագանք չի տալիս եւ դրա նպատակով իրենք այսպես միացան այդ կոչին եւ ստեղծեցին այդ հանձնաժողովը, որպեսզի բարեկարգեն եւ այլն եւ այլն։ Հիմա հաստատվեց, որ այդ տեսագրությունները կեղծված են եւ գոյություն չեն ունեցել օբյեկտիվ իրականության մեջ, ինչպես առաջին րոպեից պնդում էր Արշակ Սրբազանը։ Հետևաբար իմ մոտ այսպես հարց է առաջանում, այդ հանձնաժողովի գոյության իմաստը այլևս ո՞րն է, եթե այն ինչի շուրջ հավաքվել էին, դա հաստատվեց միջազգային փորձագետներով, հաստատվեց, որ դրանք իրականության հետ առնչություն չունեն։ Այս առումով երևի թե իրենք մտածեն պիտի մի քիչ, արդյոք այդ արհեստական հանձնաժողովների իմաստը կա թե չկա։ Բայց Սարոյանը ասել է, որ Բելգիայից իրենք գնան։ Դե Սարոյանը ինչ ուզի կասի, Սարոյանը ազատ քաղաքացի է, հոգևորական էլ չի, որ այլևս ասեմ ամոթ, որ լինելով հոգևորական ստում է, ազատ քաղաքացի է, որոշակի կողմնորոշումներ ունեցող քաղաքական, ինչ ուզի կասի, ունեն թող ցույց տան։ Բա ուր է, բայց այսքան ժամանակ ինչի չկա։ Նույնիսկ Հայաստանում չեն իրականացրել փորձաքննություն այս հարցերով։ Բա ուր է այդ փորձաքննությունը։ Ոչ մեկ չգիտի։ Հա, ես ուղղակի մի հատ իմ մոտ նշումներ ունեմ, տեսնեմ հաջորդիվ ինչ եմ ուզում ասեմ։